Ինչպես եւ նախորդ համերգին ոգևորությունը համընդհանուր էր, այս անգամ ել ավելի բուռն էին ընդունում Մեշյանի կատարումները, որոնք ամեն մեկի մեջ շարժում էին ամենանուր փլարերը։ Այսօրը երազանք էր, փոքրուց լսել ենք այս փիլոսոփայությունը եւ երաժշտությունը եւ ուղղակի ես շատ ուզել եմ այս օրը տեղի ունենա իմ կյանքում։ Եվ ես կուզեի ցանկանամ բոլոր մարդկանց իրանց կյանքում ապրեն կատարսիս, այսօր դա իմ հետ տեղի ունեցավ։ Շնորհակալություն Արտուր, շատ շնորհակալություն, հոյակապ էր, ուղղակի հոյակապ։ Հոգեպես մեծ բավականություն եւ հոգեպես լծվածությամբ ես այստեղից հեռանում։ Մեր երազանքը վաղը մի երազանք իրականացվեց։ Շատ շնորհակալություն բոլորիդ էլ, շատ շնորհակալ ենք։ Կցանկանենք մենակ որ չվերջանար իր ստեղծագործությունը։ Շարունակվեր։ Ինքը մեզ համար շատ մեծ տեղ ունի, մեր ազգի ամենապայծառ լուսավոր դեմքերից մեկն է։ Մեշյանի համերգները յուրահատուկ ազդեցություն ունեն հանդիսատեսի վրա։ Նրա վաղուց երկրպագուները ապրում են նոստալգիայի աննկարագրելի պահեր, իսկ առաջին անգամ լսողները դառնում են նրա երկրպագուն։ Երբ տեսնում ես Արթուր Մեշյանին, առաջին հերթին հիշում ես ինքդ քեզ, երբ առաջին անգամ էիր լսում նրան, եւ դա էլ ավելի է հզորացնում ազդեցությունը։ Նա վերջին 50 տարիների ամենաերևելի հայ երաժիշտն է։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Արթուր Մեշյանին, որ մեզ պարգևեց այսպիսի հրաշալի, այսպիսի բովանդակալից մի երեկո։ Նրա երգը մեզ շատ հուզում է, մեզ հետ է վերադարձնում մեր մանկություն, մեր բակը։ Շատ խոր է իր միտքը։ Միայն Սատնովան, որ նա բացում է մեր համար, դա արդեն ամեն ինչ է։ Եվ ես շատ եմ ուզում, որ մեր երեխաները դա հիշեն, նա Երևանի այր է, ինչպես Պարուհի Սևակն է ասում, այր, ամեն բոլոր շատ շնորհակալություն եւ ձեզ, որ դու կարողացել եք սա կազմակերպել, որտեղ եթե մնար միայն Արթուրին, նա այս բանը չէր անի, նա շատ համեստ է։ Կենթանի համերգ, ասած, ես նոր եմ հասկանում, ես շատ համերգներ եմ եղել, բայց այդ կենթանի համերգը ոնց պետք է լինի, պարզապես ցնցված եմ։ Մեշյանին լսելու են եկել ոչ միայն մեր հայրենակիցները, իսկ որոշ հայեր մեծ ջանք էին գործադրել, որ բաց չթողնեն Մոսկվայում Մեշյանին լսելու վերջին հնարավորությունը։ Ես եկնեցի իգնոր բուրբերին, դու ինչ ես տեսնի գլխագործը կաչով, կյանքը զարդենից ծմավարտարգան, չես վախեն։ Մենք Մոսկվայի չենք Սոչից ենք եկել այս համերգին մի քանի հոգով։ Երևի ով որ Արթուր Մեշյանին լսի, դա կդառնա երևի երկու հայ ամեն մեկը։ Իսկական հայկական մի նոր աշխարհ է, էլի որ հային լսում, Արթուրին լսում ես, էլի։ Լեգենդար երգչին մեր սերնդի քուրքը ելույթ ունեցավ եւ մենք մեր մեծ բավականություն ստացանք։ Բանը նրանումն է, որ մենք եկել ենք հերույց, Գելենջիկից, հատուկ իրան ընտրելու։ Շնորհակալ ենք Շանթին, կրկին եւ կրկին բարձր մակարդակով հեռուստաալիք է։ Артур Мещан воистину является голосом Արթուր Մեշյանը հիրավի մեր ժողովրդի խղճի ձայնն է, եւ ես գիտեմ, որ այս երկու օրերին Մեշյանին լսելու համար հատուկ Մոսկվա են եկել հյուրեր Իսպանիայից, Կիպրոսից, Գերմանիայից, Բելգիայից։ Из Испании, из Кипра, из Беларуси, из Германии, Бельгии, из многих стран. Не понимает, к сожалению, слов. Ցավոք բառեր չէի հասկանում, բայց խորը ընկղմվեցի այս երեկոյի մթնոլորտում։ Ամեն մի մեղեդի այնքան էր լցնում իմ հոգին, որ որոշ երգեր լսում էի արցունքներն աչքերից, որոշ երգեր լսում էի հրճվանքով։ Բայց ամեն երգն ինձ մոտ առաջացնում էր աներևակայելի զգացողություններ։ Միլիոն անգամ շնորհակալություն եմ հայտնում դիպվածին, որն ինձ հնարավորություն տվեց լսել նրան։ Արթուր Մեշյանը մեծ երաժիշտ է։ Գիտեք, կան մարդիկ եւ կան կիսաստվածներ։ Մեշյանը երկրորդն է։ Նա ոչ միայն մեծ երաժիշտ ու կոմպոզիտոր է, այլև բարձրակարգ բժիշկ, որն այսօր ախտորոշում արեց եւ բուժում նշանակեց։ Եվ ամեն մեկը թող մտածի, թե ինչու է ինքը ծնվել եւ ուր պետք է շարժվի։ Արթուր Մեշյան, անուն, որին ոչինչ ավելացնել հնարավոր չէ, անուն, որին շատ երկար էին սպասում։ Արթուր Մեշյանի մոսկովյան համերգները արդեն հետևում են, սակայն երկու լուսավոր կետերի պես դեռ երկար կհիշեն Մոսկվայում։ Վահե Ավանեսյան, Սերգեյ Բեսմերտնի, Մոսկվայից, հատուկ հորիզոնի համար։